Ուզում եմ խոսեմ այսօր վաղը մյուս օրը Հայաստանում Երևան քաղաքում Գյումրիում կայանալիք տարբեր միջոցառումներից։ Իսկ միջոցառման գլխավոր մասը դա Երևանում է անցնելու, խոսքը գնում է Երևանում տեղի ունեցող եվրոպական քաղաքական համաժողովի մասին։ Գիտեք, մոտ 50 երկրի պատվիրակություն է ժամանում Հայաստան, միջազգային կառույցների ներկայացուցիչներ այդ 50-ի մեջ, եւ հետո նաեւ սկսվում է Էմանուել Մակրոնի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն նա գալիս է որպես մասնակից այս միջոցառման եւ հետո նաեւ պաշտոնական այցն է լինելու։ Դրան գումարած առաջին անգամ նաեւ Հայաստանում տեղի ունենալու Հայաստան Եվրոմիություն գագաթնաժողով եւ ուզում եմ դրա մասին նաեւ խոսենք, հետո նաեւ Ֆրանսիայի նախագահի այցի մասին։ Մի հատ լսենք։ Առաջիկա 3 շաբթի Երևանում կանալիք Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ավարտին կողմերը կհայտարարեն հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին, չանդրադառնալով սակայն Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին։ Ազատության տրամադրության տակ է հավաքի ավարտին ընդունվելիք համատեղ հայտարարության նախագիծը, որտեղ միայն նշվում է, թե Եվրամիությունը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի հետ եւ աջակցելու Հայաստանի դիմադրողականությանը, բարեփոխումների օրակարգին եւ երկարաժամկետ զարգացմանը Հայաստանը ավելի մոտեցնելով Եվրամիությանը։ Թեև մոտ 3 տարի առաջ վարչապետ Փաշինյանը Եվրախորհրդանում հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է միությանը մոտ լինել այնքան, որքան Բրյուսելը դա հնարավոր կհամարի, խորհրդարանն էլ անցած տարի օրենք էր ընդունել Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, Հայաստան եկող եվրոպացի առաջնորդները չեն պատրաստվում հավաքի ավարտին որևէ պարտավորություն ստանձնել այս ուղղությամբ։ Փոխարենը ակնկալվում է, որ Բրյուսելը կհայտարարի Հայաստանի համար առանցքային վիզաների ազատականացման հարցում նշանակալի առաջընթացի մասին։ Սա նախատեսված մի քանի փուլերից առաջինն է եւ ակնկալվում է, որ այս տեմպերով բարեփոխումներ կատարելու դեպքում Հայաստանի քաղաքացիները 3-4 տարի անց այս տասնամյակի ավարտին կկարողանան առանց վիզաների այցելել Շենգենյան գոտի։ Փաստաթղթում հիշատակում չկա նաեւ Հայաստանին նոր ֆինանսական աջակցություն տրամադրելու հնարավորության մասին։ Հողում է կատարվում միայն նախկինում հայտարարված 270 միլիոն եվրոին եւ 2.5 միլիարդ եվրոին, որը Երևանը կարող է ստանալ դաշինքից նախագծեր ներկայացնելով գլոբալ դարպաս ռազմավարության շրջանակներում։ Մյուս կողմից ակնկալվում է, որ Եվրամիության առաջնորդները Երևանում կդիմեն եվրոպացի գործարարներին հորդորելով ներդրումներ անել Հայաստանում։ Կոնկրետ ներդրումային նախագծերի շարքում նշվում է սև ծովով էլեկտրաէներգիայի փոխանցման ստորջրյա մալուխի ծրագիրը, որով նախատեսվում է Հարավային Կովկասի էլեկտրացանցը կապել։ Սերիայնակիցներ լսեցինք իրար հետ, ուրեմն 3 բան է տեղի ունենալու։ Եվրոպական քաղաքական համայնքի նիստը Հայաստանում, Երևան քաղաքում, Հայաստան Եվրոմիություն գագաթնաժողովը, Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, Անտոնիո Կոշտա նիստը լինելու եւ Ֆրանսիայի նախագահի պետական պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն։ Հիմա այս քաղաքական համաժողովը, որ Հայաստան է բերվել, բնականաբար սա աջակցություն է իշխանությանը, սա շատ պարզ բան է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը խնդրել է ընտրությունների քարոզարշավի մեկնարկից 3 օր առաջ Եվրոպայի իր գործընկերներին, անդամ պետությունների գալ Հայաստանում այս միջոցառումն անցկացնել, միլիոնավոր դոլարներ է ծախսում սրա վրա մեր պետության կողմից, որ մեր ժողովուրդը նայի տեսնի, որ տեսեք ինչ լավ է ամեն ինչ բան, ինքը այդտեղ ձայն տանի։ Ես չեմ բացառում մի քանի տոկոս կարող է այդտեղ իրանից հիասթափված կամ ինչ որ ոչ ակտիվ ընտրող, որ մոտավորապես կարող է իրան ընտրել, գնա դրա խաթեր իրան ընտրի։ Մյուս միջոցառումը Հայաստան Եվրոմիություն գագաթնաժողովն է։ Հայաստան Եվրոմիություն գագաթնաժողովին դուք գիտեք, որ անդամակցության մասին խոսակցություն չկա, որովհետև դա սուտ էր, ձեզ խաբել են բոլոր քաղաքական ուժերը, ովքեր ձեզ բանը ստորագրահավաք էին անում, ասում էին անդամակցում ենք, այդ մեկ ստորագրություններով Եվրոմիություն որևէ մեկը դեռ չի միացել ստորագրահավաքով, էլի այդպես բան չկա։ Եվրոմիությունը այս ուղղությամբ, այս տարածաշրջանի ուղղությամբ ընդլայնվելու պլաններ չունի։ Ով որ ասում է, ունի ձեզ խաբում է։ Միայն ձեզ չեն խաբում, այս ալիքում։ Ոնց ձեզ անկեղծ ասում եմ։ Հիմա տեղի ունենալու այդ միջոցառումը, այսինքն վիզաների ազատականացումը 3-ից 4 տարի, դեռ 3-4 տարի կա, որ Հայաստանը պետք է ռեֆորմներ անի։ Ես ձեզ անկեղծ ասեմ, այս ռեֆորմները Հայաստանը կարող էր անել 21-ից մինչև 25 թիվը։ Այսօր վիզաների ազատականացման հարցը դրված էր սեղանին։ Չի արել, որովհետև չկա պոտենցիալ ռեֆորմներ անելու, չկա քաղաքական կամք ռեֆորմներ անելու։ Կա ուղղակի պոտենցիալ Հավայի խոսալու։ Առավոտի ծիրիգու, պրոստը Հավայի խոսալու պոտենցիալ կա, գնա գալիս եմ, տես պոտենցիալ կա։ Բայց եւս 3-4 տարի Հայաստանը պետք է տքնի, տարապի այդ ռեֆորմների վրա, որից հետո պետք է քաղաքական որոշում կայացվի, ԵՄ անդամ ցանկացած երկիր, այլություն Շենգենյան գոտու։ Մեկ երկիր կարող է վետո դնել եւ այդ հարցը չլուծվել։ Ինչու որտեւ Եվրոմիությունը, Շենգենի պետությունները չեն ուզում նոր Շենգենյան գոտու դուր բացել նոր պետության համար։ Այնա Վրաստանի դեմ դուր ուզում են փակեն։ Այսինքն
դեռ 3-4 տարի մենք պետք է ռեֆորմներ անենք, որ հասնենք դրան։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե դուք քվեարկեք մեր օգտին, պարլամենտում մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ process-ը արագ լինի։ Արագ, որտեղ այս պոտենցիալը, որը եղել է պարլամենտում, դա զրոական պոտենցիալ է։ Զրոական պոտենցիալ թալանչի գողավազակ դավաճան հողատու բանավեճի վերաբերյալ։ Այդտեղ այդ բանավեճը չի կարա, ասենք վիզայի ազատականացումը, էլի մոռացեք, վիզան որ կազատականացվի այդ բանավեճերով։ Հաջորդ հարցը ֆինանսական աջակցություն եւս չկա, բայց լինելու է քաղաքական աջակցություն, որ Նիկոլ ջան, դու ընտրվի, դու վերջն ես, բան, դու հզոր ես, դու քեզ ենք եկել օգնենք, բան, դա միտքը, այս ամբողջ միջոցառման։ Եվ մյուս բանը, որ մի քիչ ես կզգուշանայի, ես եվրոպական քաղաքական համայնքը քննարկելու է իրավիճակը Ուկրաինայում, իրավիճակը Իրանում։ Ժողովուրդ ջան, մենք բացարձակապես գործ չունենք այս հարցերում Իրանի Իսլամական Հանրապետության մեր հարևան պետության, հենց հիմա այնտեղ գիտեք լարված վիճակ է, փակ են ծովային նավահանգիստները, այդ բեռներ տեղափոխող բան, այսինքն շատ ծանր վիճակ է։ Կիսա ճիշտ է, հրադադար է, բայց ամեն պահի կարող է վերսկսվել։ Հայաստանը պետք է ֆունդամենտալ զգուշավորություն դրսևորի այստեղ, խոսի միայն, որ մենք կողմենք, ուզում ենք, որ լինի խաղաղություն, լեզու գտնեն, եւ ես նաեւ առաջարկել եմ, որ Հայաստանն առաջարկի իր միջնորդությունը Երևանում կազմակերպել բանակցություններ Իրանի պատվիրակության եւ Միացյալ Նահանգների պատվիրակության միջեւ։ Ինչու, որովհետեւ տեսեք, Իրանի պատվիրակությունը վտանգում է Իրան վտանգությունը, երբ որ գնում հասնում է Իսլամաբադ։ Երևանը այստեղ է, կարա այստեղ անի, Հայաստանը դրանով ցույց տա, որ ինքը ամբիցիա ունեցող երկիր է, ու իրականում ուզում է խաղաղություն այս ռեգիոնում։ Առավոտից խաղաղություն չէ խոսում։ Բայց այդ է պետք խոսալ։ Մենա Զելենսկին գնաց Ադրբեջանը ուզում է բան ստանձնի։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ որոշակի դեր խաղաբան։ Հայաստանը ամբիցիա չունի։ Չկա զրո ամբիցիա։ Բացի ուտել խմելը այս իշխանությունը, ուտել խմել, հա մեկ է փող աշխատել։ Գնա գալիս են փող են աշխատել։ Ուրիշ որևէ ամբիցիա այս մարդիկ չունեն։ Պետության վերաբերյալ մտածողություն, պետական ոչ մի բան։ Մեկ է խափեն ժողովրդին, ձեզ տանում են Եվրոպա, ձեզ տանում են չգիտեմ ուր, էսա։ Սիրելի հայրենակիցներ, մենք ձեզ ասում ենք, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Հայաստանը տանելու են Եվրոպա, խափում են։ Հնարավոր չի Հայաստանը տանել Եվրոպա, բայց մենք ձեզ խոստանում ենք, որ Եվրոպան կբերենք Հայաստան։ Երբ որ մենք խոսում ենք եվրոպական մոդելի պետության մասին, դա նշանակում է եվրոպական ինստիտուտներ եւ ռեֆորմներ, այ որ վիզայի ազատականացումը հիմա 1000 անգամ արած կլինենք։ Բայց գնանք առաջ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եմ ուզում անդրադառնամ։ Հայաստանում բավականին ատելություն կա քարոզված, նաև ընդդիմադիր ուժերի կողմից, ընդդիմադիր մամուլի, որ Մակրոնը Ղարաբաղը հանձնեց, ծախեց, դավաճանեց հայ ժողովրդին, ասենց, ինչ որ զզվելի բաներ։ Ես անձամբ գիտեմ, այդ մարդը ինչեր ունի արած մեր երկրի համար։ Նաև Արցախի հիմնախնդրի վերաբերյալ։ Եթե մեկը կա, որ պետք է մեղադրել միայն մեզ, Հայաստանի իշխանությանը, Հայաստանին, Հայաստանի ժողովրդին, Հայաստանին, ուրիշ ոչ մի տեղ մեղավոր մարդ մի փնտրեք։ Մի ձեր խնդիրները տարեք, գցեք սրանա գրպանը։ Ջեբը, են որ ասում են։ Մի արեք տենց բան։ Ուրեմն 20 թվականի պատերազմը որ սկսվել էր։ Մակրոնը անդադար զանգում էր Պուտինին ու Տրամպին, Տրամպը քարոզարշավի մեջ էր։ Պուտինին հիմնականում, որ պատերազմը կանգնացնենք, Ֆրանսիան ստե որևէ լծակ չուներ պատերազմ կանգնացնելու։ Ռուսները ունեին, վերջը նոյեմբերի 9-ին պատերազմը կանգնացվեց։ Մակրոնը մեծ ներդրում է ունեցել այդտեղ։ Հաջորդ բանը ասեմ։ Երբ որ էթնիկ զտումը սկսվեց Լեռնային Ղարաբաղում, Ֆրանսիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին իսկ հրավիրեց։ Եվ դա էլ չի կարելի ուրանալ։ Մեծ հաշվով ես որպես ներսից իմացող մարդ կարամ ասեմ, որ հայ իշխանությունը ինչ ուզել է, ֆրանսիական իշխանությունը արել է, ինչ ուզել են, բայց խնդրեմն ինչ չմա։ Մենք մի հատ նարատիվ դրել ենք Ֆրանսիայի իշխանության առաջ, ասենք այս բանն ենք ուզում արա, սկսել են իրանք զբաղվել, հաջորդ օրը Փաշինյանը ուրիշ հայտարարություն արել։ Հետո այն մյուս օրը ուրիշ հայտարարություն արել։ Այն մյուս օրը ուրիշ հայտարարություն։ Այսինքն Ֆրանսիային ասում են ՄԱԿ-ի ախենիստ հրավիրեմ, Փաշինյանը ասուլիսանում ասում է քաղաքացիական բնակչությունը թիրախավորված չի։ Այդ այն դեպքում, սիրելի հայրենակիցներ, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի անվտանգության նիստ հրավիրեմ, խստորեն դատապարտեմ խաղաղ բնակչության վրա հարձակումները։ Պատկերացնում եք, ասենք անդադար պաստավկա են կարել մեր միջազգային գործընկերներին, բայց Հայաստանը թողել որ քննարկվի, շրջանառվի մի հատ բան ուրացողական արշավ, ասենք մեր գործընկերների դեմ։ Հիմա այդ գալով պետք է Մակրոնին ամենաբարձր մակարդակով ընդունել, մյուս տարի Ֆրանսիան
Ֆրանսիայում նոր նախագահ է ընտրվելու, այլևս Մակրոնը, Հայաստանի բարեկամ Մակրոնը չի լինելու, Ֆրանսիան լինելու է Հայաստանի բարեկամը։ Բայց նման ներգրավվածություն Հայաստանի հետ process-ներում ես չեմ կարծում, եւ ֆրանսիացի գործընկերներն ասում են, որ նոր ընտրվող նախագահ, ով էլ որ ընտրվի, այլևս այդքան պրոհայկական չի լինելու, ժողովուրդ, չի լինելու էլ այդքան պրոհայկական։ Հետաբար, այս վերջին 10 տարին Մակրոնի իշխանության կորսված տարիներն են իմաստով, որ մենք Ֆրանսիայի հետ գիտեք ինչեր կարայինք անենք։ Դուք չեք պատկերացնում, թե ինչեր կարայինք անենք։ Ոչ թե պետք է գնալ Ալիևի հետ խաղաղության պայմանագրի տեքստը նախաստորագրել այն կետերով, որ երրորդ երկրների ուժեր չեն կարող անեն Հայաստան-Ադրբեջան սահմանեն որևէ տարածքում։ Այլ պետք է Ֆրանսիայից, որ զորքերը հանում էին, ասում Ֆրանսիայից, ֆրանսիական զորքերը որ հանում էին աֆրիկյան երկրներից, հետներն աշխատել, փորձել ռազմական պոտենցիալը բերել ստեղ։ Բերել ստեղ։ Այդ եվրոպական միության դիտորդները որ եկել են, չէ՞, դիտողն բանը չէ, պոտենցիալ է, ուժ է։ Դե եթե մենք ուրիշ երկրի ուժեր կարանք բերենք, հա, դե կարելի է այդ ուղղությամբ աշխատանք տանել, զենքի ուղղությամբ աշխատանք տանել։ Բացի լոլոները, բացի ստից պիարները, անկեղծ եմ ձեզ ասում, ոչ մի բան չի արվել։ Ամփոփելով ուզում եմ ասեմ, Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունում, ասենք ունեցել ենք 100%-անոց պոտենցիալ, ասենք 100%-ի պոտենցիալից օգտագործվել է 17%-ը, այսին գնահատականն է։ Այն մնացածը չի օգտագործվել։ Ինչի, հետևողականություն չի եղել, նորմալ թեմով զբաղվողներ չեն եղել, թեմայի զբաղվելու վրա շեշտը դրվել է PR-ի վրա։ PR, նկարվենք, բան շուխուր անենք, զոր սաղ լավա բան, ուժեղ ենք, հզոր բան, տենց։ Ֆունդամենտալ բաց թողնված չանց ասա։ Ու ես ձեզ ասում եմ, քվեարկելով Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին, դուք նաև քվեարկում եք Հայաստան-Ֆրանսիա բովանդակային համագործակցության օգտին, որտեղ ես գիտեմ, եւ մեր թիմը գիտի, եւ ին Ֆրանսիայում գտնվող գործընկերները պատրաստ են ամեն ինչ անել, որ այդ գործընկերությունը PR-ից վերածվի բովանդակային համագործակցության։ Ու դադարեցրեք այս ապուշ քննարկումները Մակրոնի դեմ, որ մտան բանը Մակրոնը Ֆրանսիան Մակրոնը Պրագայում բան Ղարաբաղը հանձնին։ Սա հանձնին։ Ռուսները հանձնին, Ղարաբաղը հանձնին, Ֆրանսիան հանձնեց, Ամերիկան սա հանձնեցին։ Բայց հայերը ոչ մի մեղք չունեն։ Հայերը դե որևէ մեղավորություն չունեն, մենք ինչ մեղք ունենք։ Սա աշխարհը մեղավոր է, հայերի սա խնդիրների մեջ սա աշխարհը մեղավոր է։ Սա, բացի հենց իրանք հայերը, բացի հենց մենք լավ, ասենց ասեմ որ չասեմ, բանով առանձնացնում եմ։ Ես նաև այս եթերը օգտագործեցի, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները անձամբ Էմանուել Մակրոնի դերի մասին խոսեմ։ Ես վստահ եմ, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները կարողանալու են բովանդակային իմաստով զարգացնել եւ չթողնել այս PR-ի մակարդակը։ Եվ հույս ունեմ, որ բարձր մակարդակով բնականաբար կընդունենք Ֆրանսիայի Հանրապետության նախագահին։ Տարածեք, լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։